Գյուղի վերածնունդ եւ արժանապատիվ կյանք բոլոր գյուղացիներին։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը շարունակում է հետևողական աջակցությունը մեր երկրի հեռավոր ու մոտ գյուղական համայնքներին։ Ավանդույթի համաձայն յուրաքանչյուր տարի գարնանային աշխատանքներին ընթരാճ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այցելում է Արմավիրի մարզի խաղողագործներին, ջերմ ու անկաշկան զրույցի ընթացքում փորձում անձամբ պարզել նրանց ուզող խնդիրներն ու մտահոգությունները։ Հարգելի սիրելի ժողովուրդ, առաջին հերթին ուզում եմ ձեզ ողջունել սրտը։ Ամենակարևորը գիտեք, ինչ որ մենք ասել ենք, միշտ մեր խոսքը պահել ենք, չկա այնպիսի մի բան, որ ասենք ու չանենք, ճիշտ է թե ոչ։ Մենք տարբերություն դրել ենք ծանոթ, բարեկամ, կուսակցական, եղել այդպիսի բան։ Որովհետև մեր համար բոլորը հավասար են, բոլորը մեր ժողովուրդն են։ Ու ամենակարևորը գյուղացիները դա մեր երկրին կերակրողներն են, մեր սահմանները պահողներն են, որոնց հարկավոր է մեծ ուշադրություն դարձնել, պայման եւ հնարավորություն, որ այդ մարդիկ կարողանան աշխատեն, ստեղծեն, իրենց ընտանիքը պահեն։ Խոսքի եւ գործի համատեղելիությունն առաջնահերթ սկզբունք է նաեւ գյուղատնտեսության ոլորտի համար։ Նախորդ հանդիպումների ընթացքում խաղողագործները Գագիկ Ծառուկյանին խնդրել էին այս տարի եւս ինքնարժեքով բարձրորակ դեղորայք ու պալարտանյութ հատկացնել։ Հենց դրան շնորհիվ է, որ խաղողի բերքը գերազանց որակ էր տվել։ Բարձրաձայնված խոստումն այսօր արդեն իրականություն է։ Ասած խոսքը գործը։ Եթե դու ասում ես, ես պետք է եղնի, ուրեմն կատարվում է։ Ուրեմն մեր հույսը դու ես։ Մեր արմավիրցիքի համար բոլորը ինչի որ խոստացել է, բոլորը կատարել է։ Այսօրվա դրությամբ մենք կարողանում ենք մեր հավողը մշակենք, մեր բերքը բերենք տանք, նույն րոպեին էլ տալիս է մեր փողը։ Մենք խնդրել էինք, որ ինքը ապահովեր պարարտանյութով եւ ապահովելա բոլորս էլ գոհենք։ Գյուղացիների կողմից նախկինում բարձրաձայնված խնդիրներից մեկը եւս լուծված է։ Բերքի մշակումն այսուհետ բարձրակարգ մասնագետների անվճար խորհրդատվությամբ կիրականացնեն։ Ամեն ինչը պատրաստ է եւ այսօր համապատասխան երկու հոգի այնցալ անգամ որ դուք խնդրեցիք, որ հիմնական մասնագետներ են պետք գյուղատնտեսության զարգացման համար լեկցիաներ կարդան կամ ձեր հարցերին պատասխանեն, որ սեզոնին սրսկել կամ հետ անել կամ բերքը հավաքել, ամենակարևոր բոլոր հարցերին այստեղ են, ինչ հարցեր ունեք, բոլոր այդ հարցերին կպատասխանեն։ Բոլորը ինչ տեղը պետք է սրսկել։ 15 օրից բրոշյուրները պատրաստ կլինի, կգաք ստեղից ամեն գյուղ բրոշյուրները կվերցնեք։ Գագիկ Ծառուկյանն ընդգծում է, որ պատրաստ է անել առավելագույնը, որպեսզի գյուղացիներն ընդլայնեն իրենց արտադրանքի ծավալն ու բարեկեցիկ կյանքով ապրեն։ Խաղողի մթերման համար գիտեք որ ասենք թե անսահմանափակ, ինչքան որ լինի բոլորը մթերելու ենք, ծանոթ բարեկամով չի լինելու, կուսակցական պատկանելությամբ չի լինելու է գյուղը իր օրնա, իր ժողովուրդը բերելու հանձնի։ Չնայած Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ մարզի մի քանի համայնքներում արդեն իսկ հակակարգտային կայաններ տեղադրվել են, սակայն հարցը որոշ բնակավայրերում շարունակում է դեռ օրհասական մնալ։ Գյուղացիների մտահոգությունն այս անգամ եւս դրական արձագանքի է արժանանում։ Ալաշկեր, Արմավիր, Մրգաշար։ Այդ տարածքում մի հատ կարգ արման բան չկա։ Այս անի սա կրագենք բերել թափել մեր գյուղերի վրա։ Մի հատ կետ չկա դեռ։ Խնդրում եմ մի հատ կետ դնեք դեռ, գոնե կարգում։ Բոլոր տեղերը կա բացի տեղից։ Հա, բացի դեռ։ Հա։ Ուրեմն մի հատ էլ կարգունի բան տեղ դիր այստեղ սահմանապակ։ Հնամաշ գյուղտեխնիկան եւս խաղողագործներին անհանգստացնող առաջնահերթ խնդիրների շարքում է։ Գագիկ Ծառուկյանը շտապում է տեղեկացնել, առաջիկայում Բելարուսից ավելի քան 100 միավոր բարձրորակ գյուղտեխնիկա է Հայաստան ներկրվելու, որը կարող են ձեռք բերել ամենաշահավետ լիզինգային պայմաններով։ Ապրիլի 11-ին Բելարուսիայից մենք բերում ենք արդեն ճանապարհին 100 անվանում տեխնիկա։ Վարելը, ցանելը, մշակելը, քաղելը, հավաքելը, սրսկելը 100 անվանում։ Գալիս են համապատասխան մասնագետները Բելարուսիայից, ակադեմիկոսներ, գիտնականներ։ Եվ այդ տեխնիկաները պատվիրելու դեպքում դա տրվելու է լիզինգով։ Գները ցածր, մենք ուզում ենք ոչ թե այդ գումար աշխատենք, այլ լիարժեք կարողանանք ձեռ մեկնենք, օգնենք, որ մարդիկ կարողանան այդ վիճակից դուրս գան։ Հողը կերակրում է գյուղացուն, իսկ գյուղացին երկրին, նշում է Գագիկ Ծառուկյանն ու հավելում անելու է ամեն ինչ, որ հայ գյուղացին աշխատելու եւ արժանապատիվ կյանքով ապրելու հնարավորություն ունենա հայրենի երկրում։ Գագիկ Ծառուկյանի հաջորդ հանդիպումն Արարատի մարզի խաղողագործների հետ է։ Վարդուհի Մելտոնյան, Մհեր Կիրակոսյան, Աշոտ Համբարձումյան, Էպիկենտրոն։